Հարգելի հայրենակիցներ, իսկապես շատ լավ առիթ է, որ ի վերջո ազգային ժողովի ամբիոնից գաղափարական նաև վեճ գնա, եւ այդ վեճը իսկապես հանրությանը ճշմարտությունը բացահայտելուն ուղղված նպատակ ունի։ Եվ այս վեճի մեջ է, որ մենք պետք է կարողանանք ի վերջո բացահայտել, թե Հայաստանի գործող իշխանությունը որքան մանիպուլացիաներ, ինչ խորությամբ կեղծիքներ եւ ստեր է տարածում եւ ինչպես է որ իր հայտարարած նպատակները ոչ մի առնչություն չունեն այն գործողությունների եւ արդյունքների հետ, որ այսօր մենք արձանագրել ենք։ Նաեւ պարզվեց այս քննարկումների ընթացքում, որ ոչ միայն պարոն Հակոբ Հակոբյանը չգիտի Դաշնակցության գաղափարախոսությունը, նպատակները, ինչը իմ համար գոնե զարմանալի էր, բայց զարմանալի չէր, որ ԿՊԵ-ականների մեծամասնությունը, ովքեր նաև ելույթ են ունենում, իրենք էլ չեն տիրապետում։ Իրենք ասում են, որ Դաշնակցությունը գործում է ընդդեմ Հայաստանի պետականության։ Մեր ծրագրի կետերից մեկը Դաշնակցությունը նպատակադրում է Հայաստանի պետականության հզորացում, ժողովրդավարության եւ իրավական պետության նվիրագործում, ժողովրդի բարօրության ապահովում եւ սոցիալական արդարության հաստատում։ Քաղաքական առաջադրանքների մեջ Արցախյան պայքարի հաղթական ելք, ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը եւ կազմակերպել քաղաքական դերակատարությունը նրա կարողականություններն ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում եւ հայ դատի հետապնդում, ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունքը։ Հիմա երբ որ այս մարտիկ մեղադրանք են ներկայացնում Դաշնակցությանը, նշանակում է մեղադրանք են ներկայացնում եւ գործում են այս նպատակներին հակառակ։ Հիմա դուք ինքներդ դատեք, ով է գործում Հայաստանի Հանրապետության դեմ։ Գործող իշխանությունը, որի կառավարման հետևանքները մենք տեսնում ենք, կորցված Արցախ, կորցված հույսեր, նպատակներ, ավիրված եկեղեցիներ, բանտարկված հայեր Բաքվի բանտում, բանտարկված հայեր Հայաստանի Հանրապետության բանտերում, քաղաքական հետապնդումներ, անհույս հասարակության ձևավորում։ Սա է այսօրվա քաղաքական իշխանության գործունեության հետևանքը։ Եվ երբ որ այս ամբիոնից մեզ մեղադրում են սահմանադրության կարգը տապալողներին աջակցելու մեջ, մոռանում են, որ գլխավոր տապալողները հենց իրենք են եւ ամեն Աստծո օր են դա անում։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք երկվության արտահայտություն են, երբ որ ասում ես չեմ կարող կիսվել երկու մասի, որպես եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյան եւ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան, նույն խոսքերը կրկնում է Հակոբ Հակոբյանը։ Սա նշանակում է մարդիկ սահմանադրության հետ առնչություն չունեն։ Այն որ դուք ասում եք Դաշնակցություն, դուք հաշտ չեք սահմանադրության հետ, ուղիղ հակառակն է։ Հենց Դաշնակցությունն է սահմանադրության ստեղծման, վերափոխման ակունքներում կանգնած ուժը, այդ դուք կապ չունեք։ Ավելին, դուք գործում եք ընդդեմ սահմանադրական կարգի։ Եկեղեցին պետությունից անջատվելու կոնցեպտը ոչ ոք չի երկել։ Ոչ ոք չի ասել, որ եկեղեցին պիտի զբաղվի քաղաքականությամբ։ Մենք խոսում ենք հոգևոր սպասավորների մասին։ Եվ երբ որ դուք այս ամբիոնից արդեն դրես կոդ եք պարտադրում եւ ասում եք դուք իրավունք չունեք ձեր հոգևոր սպասավորի հագուստով դուրս գալ, սա արդեն նշանակում է դուք ընդհանրապես որևէ առնչություն չունեք մարդու հիմնական իրավունքների հետ։ Կամ ինչ մեղադրանք է ներկայացում երթման մասով։ Լսեք, ես մոտավորապես 8 անգամ այս ամբիոնից եւ ոչ միայն այս ամբիոնից, նաեւ նախագահական նստավայրում երթվել եմ
այն երթման տեքստով, որն ամրագրված է սահմանադրության, կառավարության գործունեության եւ նաեւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքներով։ Այդ դուք քանի անգամ եք երթվել։ Եվ առհասարակ երթվել եք, թե չէ։ Եվ եթե երթվել եք, ձեր երթման կատարման պատասխանատվության շրջանակներում կարող եք այս ամբիոնից կանգնել ու ասել. ինչի եք սահմանադրությունը ոտնակոխ անում ամեն օր։ Այդ թվում նաև հենց այս հարցի քննարկման ժամանակ։ Չեք կարող բացատրել, որովհետև ձեր նպատակը ամեն գնով իշխանության մնալն է։ Իշխանության բարիքներից օգտվելն է։ Ձեր համար չկա հայրենիք, չկա պետություն, դրանք բոլորը այն հասկացություններն են, որոնք դուք օգտագործում եք միայն այն ժամանակ, երբ դա պետք է ձեր իշխանությունը պահելու համար։ Մնացած դեպքերում չկա ուրացում, մոռացում, հեռացում։ Սա է, բնութագրական է սա։ Եվ երբ որ խոսվում է անընդհատ շրջաբերականի մասին, իդեպ այդ արտահայտությունը նաև պարոն Հակոբյանն էր ասել իր հարցազրույցներից մեկում, ոչ միայն իրականությունը կեղծելու, դաշնակցության նկատմամբ ատելություն, քարոզելու, սերմանելու մոլուցքն է առաջնորդում, այլ նաև ակնհայտորեն խուսափելու են պատասխանատվությունից, որ պարոն Ռուբինյանին առաջարկվել է գալ ծանոթանալ այդ փաստաթղթին։ Նա ասում են, չի չեք հրապարակում, որովհետև դա ներքին փաստաթուղթ է, բայց քանի որ դուք շատ եք պնդում, համեցեք, ծանոթացեք։ Որևէ անգամ չի եղել այդ ցանկությունը դրսևորված առարկայական, բայց ես անկեղծորեն պետք է ասեմ, որ նաև մի պայման եմ դրել, որ այն, ինչ այնտեղ գրված է, պարոն Ռուբինյանը ստորագրի, պարտավորություն ստանձնի, որ դա է հրապարակելու։ Ոչ թե հերթական մանիպուլյացիաները անելու կամ այս ամբիոնից հնչեցնելու ինչ-որ մտքեր։ Այնքան անհետեթ ներողություն ես բարձ համար, բայց իրականություն է, էլի, մեղադրանքներ հնչեցին կուսակցության հասցեին, դաշնակցության հասցեին, որ ուղղակի վերագրում է միայն մի բանի, այո, ձեր մոտ նախընտրական քաստինգ է, եւ անհրաժեշտ է, որպեսզի ԿՊ-յա մերձ շրջանակները եւ ոնց է կոչվում պատվիրակները լսեն, թե այս ամբիոնից իշքան ուժգին կհայոյեն դաշնակցությանը, որպեսզի գան ձեզ քվեարկեն։ Հանգիստ եղեք, անհավասար պայմաններ մի ստեղծեք։ Դուք այս ամբիոնից երբ որ խոսում եք, հայոյում եք, բայց այն մյուս ԿՊ-ականները, որոնք որ չունեն այս ամբիոնը, ասում եք Facebook-ով կարան հայոյեն։ Այ էտեք, իրականում էտեք։ Վերջում ուզում եմ անդրադառնալ այս երկու օրը անդադ այն թեմային, թե մի անձնավորություն իր երեխային ինչ-որ բան է սովորեցնում, ես տեսա այդ վիդեոն, ոչ միայն դատապարտելի է, այլ նաև քրեորեն պատժելի է։ Բայց երբ որ դուք դա վերագրում եք դաշնակցականին, որովհետև ձեր էության մեջ մտած է միայն դաշնակցականն է դա ասում։ Մոռանում եք, որ հայ մարդը իր էությամբ, իր ինքնությամբ պարտադիր չէ, որ լինի միայն դաշնակցական կուսակցության անդամ։ Եվ երբ որ դուք ասում եք այլ մարդուն, ես ակնհայտորեն խոսում եի այն թշնամուն, որը որ ցեղասպանել է իմ ազգի ներկայացուցչին, իմ հայրենակցին, դրա նկատմամբ պատիժը իմ համար ընդունելի է, ոչ երեխայի իհարկե միջոցով։ Բայց երբ որ դուք սա եք հերքում, դուք նաև պատրաստ եք այս ամբիոնից ուրանալ Սողոմոն Թելերյանին, ուրանալ Արամ Երկանյանին եւ այն բոլոր վրիժառուներին, ովքեր կարողացել են հայ մարդու արժանապատվությունը, ընդ որում դատական ակտերի հիման վրա, հայ մարդու արժանապատվությունը պահել։ Սա դուք եք։ Դուք պատրաստ եք այսօր հույս վաճառել հայ մարդուն, չունենալով դրա համար իրական հիմքեր, խոսել կեղծ խաղաղության մասին
եւ ամենևին չերաշխավորել դա։ Խաղաղություն իրական ուզողը հենց դաշնակցական տեսակն է, որն ուզում է, բայց այդ խաղաղությունը լինի արժանապատիվ, երաշխավորված եւ մշտական, այլ ոչ թե իշխանությունը պահելու համար գեղեցիկ խոսքերի փաթեթավորում։